Գյումրու ավականուն նիստի օրակարգում ընդգրկված 34 հարցերից առանցքային է 2026 թվականի համայնքային բյուջեի քննարկումներ։ Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի կազմման ուղենիշը հանդիսացել համայնքի 2025-29 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։ Գյումրի համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումից, ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիայից, նպատակային հատկացումներից գոյացած եկամուտները հատկացվելու են համայնքի հնգամյա զարգացման ծրագրով սահմանված դրույթների իրականացմանը։ Ֆինանսատնտեսական բաժնի կողմից ներկայացվեցին ոլորտային ուղղությունները եւ առաջիկա տարվա անելիքների ծրագիրը, սակայն ավականու անդամները մի շարք բացեր արձանագրեցին, մասնավորապես քննադատությամբ հանդես եկան քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները։ Նշեցիք, որ սպորտային միջոցառումներ են կազմակերպել, կուզեմ հստակեցնեք, ինչ տիպի սպորտային միջոցառումներ են նախատեսում 26 թվականին։ Կան հստակեցումներ, թե կոնկրետ որ տարածքներն են կանաչապատվելու, ինչպիսի սկզբունքով են դրանք ընտրվել եւ ինչպիսի ազդեցություն է թողնելու այն մեր համայնքի էկոհամակարգի վրա։ Գյումրու 2026 թվականի բյուջեն կազմում է 7 միլիարդ 582 միլիոն 105,500 դրամ, նույնքան էլ սահմանված են ծախսերը, այն ընդունվեց 18 կողմ եւ 13 դեմ ձայներով։ Հրատապ ծրագրով օրակարգ էր բերվել մեր քաղաք-դաշինքի առաջարկը 5 մանկապարտեզներում մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, որը եւս հավականին հաստատեց։ Պետության կարգով մենք տնտեսած գումար ունենք եւ շատ երկար աշխատել ենք, որպեսզի այդ գումարները ուղղորդվեն մանկապարտեզներ։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր 2026 թվականին Գյումրիում տեղական տուրքերի եւ վճարների տեսակների ու դրույքաչափերի սահմանմանը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից առաջարկեցին հաջորդ տարվանից Գյումրու մանկապարտեզները դարձնել անվճար։ Մանկապարտեզների անվճար դարձնելու մասին եւ մեր խմբակցության անունից ուզում ենք առաջարկություն անել ձեզ։ Դուք գիտեք, որ Գյումրիում գործում է համայնքային ենթակայության 22 մանկապարտեզ եւ ընդհանուր առմամբ հաճախում է 2500-ից 2600 երեխա եւ տարեկան վճարը կազմում է 120 միլիոն դրամ։ Քննարկման ընթացքում հայտարարվեց նաև, որ Գյումրիում ավտոկայանատեղիները փուլ առ փուլ կդառնան վճարովի, հաստատվեց դրույքաչափը 200 դրամ, սակայն այն առայժմ չի կիրառվի մինչև համապատասխան կարգի ընդունումը։ Այս հարցին եւս դեմ քվեարկեց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Որովհետև դա եւս հավելյալ վրա գյումրեցիների վրա, եւ եմ ասում, ձեր քաղաքական ուժն է ամեն անգամ շեշտել, որ Գյումրին ամենազայրահեղ սոցիալական միջավայր ունի, դոտացիան պետք է կառավարությունը ավելի շատ տա, բայց ձևավորվեց այսօր եկել քննարկում ենք մի հարց, որտեղ ոչ թե մենք փորձում ենք Գյումրեցու բեռը թեթևացնել, այլ ինչ որ չափով փորձում ենք Գյումրեցու վրա բեռ ավելացնել։ Ժամեր տևած ավականու նիստի օրակարգում կարևոր հարցեր բաց թողնվել նկատում են Մայր Հայաստան խմբակցությունից։ Անցած նիստին հարցրեցինք այն հարցը, որ սպորտսմենները, ովքեր մեծ հաջողություններ են արձանագրել, որոշակի պարգևադրման արժանանան, որովհետև ունեցել ենք համաշխարհային ռեկորդ, ունեցել ենք հրաձգության ոլորտից համաշխարհային ռեկորդ եւ սամբո մարզաձևից վերջին 10 տարիների ընթացքում չենք ունեցել պատանեկան աշխարհի չեմպիոն եւ այս անգամ ունեցանք Ռոբերտո Սիմոնյան, որպեսզի օրակարգ մտցվել այդ հարցը եւ իրենց հավելյալ պարգևադրման արժանացնենք։ Չկա այսօր օրակարգում եւ ինչ փուլում է։ Նշենք, որ սա ավականու տարեվերջյան նիստն էր, արդյոք կլինի եւս մեկ արտահերթ նիստ, պարզ կդառնա առաջիկայում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։ Գյումրու շախմատի մանկապատանեկան դպրոցը 40 տարեկան է։ Շախմատի ֆիդեի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը պատմում է, թե ինչպես են 1985 թվականին բանակցել ու Գյումրու նախկին Լենինականի քաղաքային կոմիտեի ղեկավար Դոնարա Հարությունյանին համոզել, որ շախմատի դպրոցը հիմնադրեն հենց այս շենքում։ Ցանկարծ Վիկտոր Անվարսիմյանն ասավ, Դոնարա իր այսպես փափուկ ոճով, փափուկ ձայնով ասավ, Դոնարա այդպես մի ասա, շախմատը շատ կարևոր է մեր կյանքում։ Ասում ես մի երկրում եղել Լատինական Ամերիկայում, ասում չէի կարողանում նկարագրեի Հայաստանը ասեի որն է, ասեցի Տիգրան Պետրոսյանի երկիրը, ասում բոլորը հասկացան, այնպես որ ասում բանա ու այդ բան համենք արդեն վրա տվինք երկու կողմից, ես ու Քալաշյանը, Դոնարա հասկանազորնային, այս հոյակապ շենքը մենք հաջողացրինք որպես շախմատի դպրոց եւ հիմնադրել։ Խալիկյանը կարևորում է դպրոցի աշխատակազմի ուսանողների նվիրված աշխատանքը։ Դրա արդյունքում է նաև առողջ սերնդափոխություն լինում։
Առաջի սաներից մեկը նաև դպրոցի տնօրենն է, ղեկավարում ու շատ լավ է ղեկավարում դպրոցը։ Դպրոցի ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Գևորգյանի խոսքով պատվով է ստանձնել այս պատասխանատվությունը։ Այս դպրոցը բազմաթիվ մարզիկներ է տվել, որոնք լավագույնս են ներկայացել տարբեր միջազգային հարթակներում, բայց շենքային պայմանները բարելավման կարիք ունեն, նշում է Գևորգյանը։ 2023 թվականից ի վեր, ինչ ես զբաղեցնում եմ տնօրենի պաշտոնը, ինչ հարցով դիմել եմ դպրոցի աջակցման խնդիրների հետ կապված, բարձրաձայնել եմ, պատասխան եմ ստացել միանշանակ դրական, սուբվենցիոն ծրագրերի դիմել ենք դպրոցի հիմնահատակ վերանորոգման համար, սակայն դերևս առկա խնդիրները Հայաստանի Հանրապետությունում շատ է, հուսանք, որ հերթը նաև մեր դպրոցին էլ կհասնի։ Վալոդիա Մնացականյանն էլ մեկն է այն նվիրյալներից, որ դպրոցի բացման առաջին իսկ օրվանից այստեղ է, դժվարին, բայց պատվով հաղթահարած ժամանակներ էին, նշում է նա։ Տարիների ընթացքում պարզ է հաջողել են հարյուրավոր աշակերտներ, ինչ խոսք ունեցել են հաջողություններ, մարզադպրոցը տարիների աշխատանքով պատրաստվել են ընդհանուր միջազգային կրոսմաստերներ, միջազգային վարպետներ։ Մարզադպրոց հաճախում է մոտ 300 աշակերտ։ Մարզիչների խոսքով ուշադրությունը դեպի շախմատ մարզաձև աճել է։ Պատճառներից մեկն էլ հանրակրթական դպրոցներում առարկայի ուսուցումն է։ Մրցակցությունը ամբողջ աշխարհում շատ բարձր մակարդակի է եւ կան երկրներ, որոնք առաջ մեզ զիջում են, հիմա ավելի ու ավելի մեծ ներդրում անելով հասել են եւ սկսում են նույնիսկ անցնել։ Դրա համար կրկնակի անգամ, բազմակի անգամ պիտի լավ մասնագետներով, մեծ աջակցությամբ նորից կպնել այս գործին, որ կարողանանք այդ մրցակցությունը պահպանել։ Հայաստանում էլ բավականին երիտասարդացել է շախմատը, այսինքն փոքր տարիքի երեխաները արդեն 6 տարեկանում, 7 տարեկանում, 8 տարեկանում լրացնում են մարզական առաջիկարգ, որը առաջներում շատ դժվար էր, ու արդեն կամաց-կամաց մենք գնում ենք դեպի աշխարհի առաջատար երկրների հետ մրցակցության, իսկ իր մեծ դերը բնականաբար ունեցավ նաև շախմատ առարկան, որը դպրոցներում ինքը որպես առարկա դասավանդվեց։ Հոբելյանական օրվան ներկային քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, աշխատակազմից բացի պարգևներ ստացան նաև դպրոցի սաները, մարզիկներին շնորհվեցին շախմատային կարգեր։ Կառույցի պատասխանատուները խոստանում են շարունակել նպաստել շախմատի համաշխարհային դիրքերում Հայաստանի առաջխաղացմանը։ Հրաչ Սահակյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի խումբ ուսանողների ու աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության զարգացմանն ու այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։ Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Համակարգը կներդրվի փուլ առ փուլ։ Հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենա 1.600.000 մարդ։ 2029 թվականին ապահովագրական փաթեթ կունենան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Առաջին փուլով հունվարի 1-ից կապահովագրվեն նախ պետության կողմից հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան, 65+ տարիքի անձինք, 18-ից 65 տարեկան, հաշմանդամության կարգ ունեցող եւ սոցկարգավիճակ ունեցող անձինք։ Այս խումբը կապահովագրվի 100%-ով պետության կողմից։ Եվ 201.000 դրամից ավել ստացող քաղաքացիները, ովքեր արդեն հանդիսանալու են ապահովագրավճար վճարողներ։ Առողջության համընդհանուր ապահովագրության տարեկան վճարը կազմելու է 129.600 դրամ, ամսական 10.800 դրամ։ 201.000 դրամից մինչև 500.000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է։ Մասնավորապես զինապահ հիմնադրամին հատկացվող 5.500 դրամից 4.500 դրամն ուղղվելու է ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետ վերադարձը։ Արդյունքում այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ։ 500.000-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար ինչպես է հաշվարկվելու ապահովագրավճարը։ Եվ այսպես, ապահովագրավճարը ամսական կազմում է 10.800 դրամ։ 10.800 դրամից 7.500 դրամը կազմում է ձեր զինապահի խնայողությունը։ Դուք մինչև այս վճարում եք 8.500 դրամ
զինապահին շարունակելու է 2026 թվականից վճարել 1000 դրամ։ Եվ սա այս 7500 դրամ խնայողությունը ուղղվելու է առողջության ապահովագրությանը։ Մնացած 3300 դրամը պահվելու է ձեր աշխատավարձից։ Բայց այս 3300 դրամը դուք հաջորդ տարի 2027 թվականին ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտով կարողանալու եք վերադարձնել ձեր եկամտահարկից ստացվող որպես գումար։ Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 201,000 դրամ եւ ավելի է, առաջին փուլով կներառվեն ապահովագրական համակարգ։ Նրանց ապահովագրավճարը եւս կփոխհատուցվի զինապահ հիմնադրամին հատկացվող 5500 դրամից ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաեւ կարող են իրենց սոցփաթեթի գումարը ամսական 6000 դրամը եւս ուղղել ապահովագրավճարին։ Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում։ Արմետ հավելվածում այս բոլոր տեղեկատվությունը կտեղադրենք եւ քաղաքացին իր հավելվածում կկարողանա հասանելիություն ունենա փաթեթում ներառված ծառայությունների ցանկին։ Հաջորդիվ էլ, երբ որ կստանա այդ ծառայությունները, ելի արմետ համակարգում կտեսնի, որ այց է ունեցել տվյալ բժշկական կենտրոն, ինչ ծառայություն է ստացել, որքան է փոխհատուցվել բժշկական կենտրոնը այդ ծառայության համար եւ կտեսնի նաեւ իր ապահովագրական ուրեմն փաթեթի ակտիվ լինելը, իր կողմից իրականացված կամ գործատուի կողմից իրականացված վճարումները ապահովագրական։ Ապահովագրության համակարգը ներառում է հիվանդությունների, ամբուլատոր ծառայությունների, շտապօգնության, ինչպես նաև դեղերի մասով ծածկերի փոխհատուցում։ Համակարգը ներդրվում է հանրային լայն քննարկումների արդյունքում կառավարության, ազգային ժողովի, փորձագետների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ։ Ազգային ժողովը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ առաջարկ ներկայացրեց առողջապահության նախարարությանը, որպիսի քառօրյա եւ 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած մեր զինծառայողների ծնողներին ներգրավի ապահովագրության փաթեթում եւ առողջապահության նախարարությունը դա ընդունեց։ Մյուս բարելավումը բուժ անձնակազմի վարձատրությունն է, որը լինելու է բոնուսային եղանակով եւ հավելյալ խրախուսական միջոցներով։ Ազգային ժողովի առաջարկով նաև առողջապահության նախարարությունը ամենամյա հաշվետվություն է ներկայացնելու օրենսդիր մարմնին առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ։ Առողջապահությունը հիվանդաբուժության մասին չէ, այլ առողջության մասին է, որը պետք է կատարի կանխարգելիչ աշխատանքներ։ Փաթեթի շահառուները ամեն տարի պարտադիր պետք է անցնեն բուժզննում, ամբուլատորիաներում եւ ԱԱՊ օղակում ըստ տարիքային։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը կբարձրացնի բուժօգնության որակը եւ հասանելիությունը, ինչպես նաեւ կնվազեցնի բնակչության ֆինանսական բեռը։ Բավականաչափ թվով եւ դիմումներ եմ ստանում եւ հիվանդների հարազատներն են գալիս անձամբ խնդրելու որևէ զեղչ կատարել, որտեղ բնականաբար որոշ ծառայությունների մասով բավականին թանկ է գները եւ բազմաթիվ են դիմումները։ Իհարկե փորձում են գնահատության սահմաններում օգնել, բայց հասկանալի է, որ այդ օգնությունը կամ զեղչերի ծավալը անվերջ մեծ չի կարող լինել։ Առողջության ապահովագրության համակարգի ներդրումը էապես կփոխի իրավիճակը, էապես։ Սա բավականին լուրջ բարեփոխում է, որը նախատեսում է իրականացնել, ըստ էության արդեն իրականություն է եւ հունվարի 1-ից այն կսկսի գործել եւ քաղաքացիները վստահ եմ կարճ ժամանակում իրենց վրա կզգան դրա բարձր արդյունավետությունը։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին մեր քաղաքացիներն արդեն լսել եւ անհամբեր սպասում են դրանից օգտվելուն։ Բոլորն էլ ուզում են, որ այդպես լինի մեր տարիքում մանավանդ ոչ նորմալ աշխատանք ունեն, ոչ նորմալ թոշակ են ստանում։ Իհարկե տեղակ է։ Որոշ խնդիրներ ունեմ, ցանկանում եմ ժամանակը գա լուծեմ։ Առողջության ապահովագրության փոխհատուցման բուժօգնություն կարելի է ստանալ թե պետական ու թե մասնավոր բուժհաստատություններում ապահովագրության վկայագրով։ Բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում առաջին անգամ Ադրբեջանից Հայաստան է հասել վառելիքով բեռնված գնացքը։ Ադրբեջանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունների շնորհիվ։ Այսօրվա իրադարձության մեջ առանձնահատկություն կա այնուամենայնիվ, որովհետև ծորենի պարագայում մենք խոսում ենք տրանզիտի մասին, ինչը նույնպես շատ կարևոր է եւ
կարող եմ վստահել, որ ցորենի տրանզիտը ոչ թե 1 կամ 2 խմբականակ, այլ ցորենը շարունակում է նույն ճանապարհով հասնել Հայաստանի Հանրապետություն, բայց այս իրադարձության հետ կապված մենք արդեն պիտի խոսենք երկկողմ առևտրի մասին։ Փոխվարչապետը կարևոր է համարում, որ վառելիքի ներմուծումն իրականացվում է ոչ թե երրորդ երկրի միջոցով, այլ ադրբեջանցի գործընկերոջ հետ ուղիղ երկխոսության արդյունքում։ Վառելիքը գնել են հենց Ադրբեջանից։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետեր Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստան է հասել 22 վագոն բենզին։ Սա ըստ էության առաջի գործարքն է, որը փաստացի տեղի է ունենում։ Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության ներքին շուկան ստանում է նոր հնարավորություն, նոր գնառաչարկ, ինչը որ առևտրի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ սա ցույց է դնում, որ խաղաղության օրակարգը պրակտիկ եւ ռեալ գործարքներով դառնում է այլևս իրականություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի ապրանքաշրջանառության ներմուծման ու արտահանման ծավալները տարբեր են, բայց երկու երկրների միջև տնտեսական նոր օրակարգը կփոխի ծավալները։ Փոխվարչապետի կարծիքով սա երկկողմ առևտրի միակ գործարքը չի լինի, նաեւ կընդլայնվի ներմուծվող ու արտահանվող ապրանքների շրջանակը։ Կան ապրանքներ, որոնց արտահանումն ու ներմուծումը կարևոր է եւ փոխշահավետ, ընդգծենք, որ շուկայում վառելիքի գինը տարածվում է նաեւ այլ ապրանքների գնագոյացման վրա։ Այս պահին իհարկե շատ ավելի կարևոր նշանակություն ունի խաղաղության ամրապնդման հարցը, որովհետև երկկողմ առևտուր կարող է լինել միայն խաղաղության պայմաններում։ Ընդ որում, ստեղ նաև կցանկանայի կարևորել, որ եւ հայաստանյան բիզնեսը եւ Ադրբեջանի Հանրապետության բիզնեսը հավատում է այդ խաղաղությանը, հակառակ դեպքում գործարքի չեր գնա, գործարքը իրականացրել են բիզնեսը բիզնեսի հետ եւ դա նույնպես գործոն է եւ նույնպես գնահատական է իրավիճակի, որ բացի պետական մարմիններից եւ քաղաքական գործիչներից խաղաղության օրակարգին հավատում է նաեւ այլևս բիզնես միջավայրը։ Այսպիսով տեսանելի են դառնում խաղաղության տնտեսական օգուտները։ Սա նշանակալի քայլ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման, տարածաշրջանում փոխվստահության ամրապնդման ու իհարկե խաղաղության օրակարգի առաջ մղման համար։ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն անցկացրել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման գծով աշխատանքային խմբի առաջին նիստը։ Ադրբեջանի ԱԳՆ տվյալով քննարկվել են օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները, երկրների միջև գործակցության ներկայավիճակն ու զարգացման հեռանկարը։ Անդրադարձ է եղել էներգետիկայի, առևտրի եւ տարանցման, տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական ներդրումների, պաշտպանության, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից էլ նշել են, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ որպես ռազմավարական արժեքավոր գործընկերոջ եւ առաջ մղել Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը։ Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու կարևորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, Մարկո Ռուբիոն նշել է, որ իրավիճակը բարդ է։ Մենք ներգրավված ենք կարգավորման գործընթացին, բայց միշտ ասել ենք, որ սա մեր պատերազմը չէ։ Այն տեղի է ունենում այլ մայրցամաքում, սակայն Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որ կարող է երկխոսել եւ Կիևի եւ Մոսկվայի հետ, ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, այժմ փորձում են հասկանալ եւ մոտեցնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիրքորոշումները։ Պատերազմները սովորաբար ավարտվում են կամ կողմերից մեկի կապիտուլյացիայով կամ բանակցությունների միջոցով, սակայն այժմ չենք տեսնում, որ նրանցից մեկը կապիտուլյացիայի գնա, մանրամասնել է Ռուբիոն։ Պետքարտուղարը վստահեցրել է, Վաշինգտոնը չի պատրաստվում գործարք պարտադրել որևէ մեկին։ Նրա խոսքով կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ ճանապարհ կա անցնելու, քանի որ ամենաբարդ հարցերը մնում են վերջում։ Այժմ բանակցություններում ամենաբարդը անվտանգության երաշխիքների եւ տարածքների հարցերն են։ Մոսկվան պահանջում է դուրս բերել ուկրաինական ուժերը Դոնեցկի, նույնիսկ այն տարածքներից, որոնք դեռ ուկրաինական վերահսկողության տակ են։ Կիևի համար դա անընդունելի է։
Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Մայամիում հանդիպել է ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ։ Համաձայնության են եկել հետագա քայլերի եւ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ մանրամասնել է պաշտոնյան։ Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները տեղեկացրել էին, որ ամերիկյան կողմից Մայամիում բանակցություններին մասնակցել են Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները։ Եվրոպական կողմը ներկայացրել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականները։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ նույնպես մեկնում է Մայամի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում իսլամական պետություն խմբավորման թիրախներին, օրերս Փալմիրայում ԱՄՆ քաղաքացիների վրա ԻՊ զինյալների հարձակմանն ի պատասխան։ Հարվածում ենք մարդասպան ահաբեկիչներին, Սիրիան պայծառ ապագա կունենա, եթե իսլամական պետությունը վերանա, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Նրա խոսքով Սիրիայի ներկայիս նախագահը ջանասիրաբար աշխատում է երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ։ Պենտագոնի ղեկավարը տեղեկացրել է, որ խմբավորմանը լուրջ վնաս է հասցվել, չեզոքացվել են մեծ թվով ահաբեկիչներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից էլ մանրամասնել են, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են ահաբեկչական 70 թիրախ, հրամանատարական կետեր, զենքի պահեստներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Նշվում է, որ գործողությունը սահմանափակ բնույթ է ունեցել, սակայն Վաշինգտոնից նախազգուշացրել են, եթե հարձակումները շարունակվեն, ամերիկյան կողմը վճռական արձագանք կտա։ Աջակցել Հայաստանին ազգային եւ համայնքային մակարդակներում հաղթահարելու ջրային ոլորտի մարտահրավերները։ Գավառ քաղաքում ազդարարվել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի հիմնական ուղղությունը տեղական կարողությունների հզորացումն է Եվրամիության չափորոշիչներին համապատասխան։ Վստահ եմ, որ այս ծրագիրը հնարավորություն կտա համայնքներին զարգացնել կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքներ, իրականացնել բնապահպանական եւ սոցիալական նշանակության միջոցառումներ, ինչպես նաեւ միավորել ջանքերը հանուն Հայաստանի ջրային անվտանգության եւ բնական պաշարների պահպանության։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք շարունակելու ենք զարգացնել մեր համայնքներն ու մարզը, դարձնելով այն ավելի մաքուր, առողջ եւ անվտանգ։ Մենք հնարավորություն ենք ստանում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, կատարելագործել մոնիտորինգի մեխանիզմները եւ զարգացնել տեղական մասնագիտական կարողությունները։ Ջրային կոմիտեն պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ծրագրի բոլոր գործընկերների հետ եւ որթող մեր համատեղ ջանքերի պտուղը լինի մաքուր ջուրը, առողջ բնությունը եւ ամուր համայնքները։ Այս ծրագիրը շարունակությունն է 2020-ից 2025 թվականներին իրականացված Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն ծրագրի եւ հենվում է դրա փորձի վրա։ 7.5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրն իրականացնելու է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը, Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Տեղական գործընկերը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Այս ծրագրով վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը տարածաշրջանի եւ Հայաստանի շրջակա միջավայրի կայունությանը եւ տնտեսական զարգացմանը։ Այն ուղի է հարթում բնական ռեսուրսների ավելի կայուն եւ արդյունավետ կառավարման համար։ Եվրամիությունը շարունակելու է պաշտպանել Սևանա լիճը, Հայաստանի համար էկոլոգիական եւ տնտեսական կենսական ռեսուրսը, որը ծառայում է որպես քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր, պահպանում է կենսաբազմազանությունը եւ հնարավորություն ընձեռնում ձկնորսության, հանգստի եւ զբոսաշրջության համար։ Սևանա լճի ավազանում բնապահպանական կայուն զարգացման հարցերը հոկտեմբերին Բերլինում հայ-գերմանական կառավարական բանակցությունների օրակարգում էին։ Հայաստանը գործընկերային պատասխանատվությամբ մասնակցել է մեր նախորդ ծրագրերին եւ համարվում է նաեւ Սևանա լճի խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի հիմնադիրներից մեկը։ Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում, աջակցություն համայնքներին եւ տեղական բիզնեսներին, ջրային ռեսուրսների կառավարման գործողությունների պլաններ մշակելու գործում, քաղաքացիական հասարակության շահագրգիռ դերակատարների ակտիվ ներգրավում, ծրագրով նախատեսված գործողություններին։ Առաջիկա 3 տարում այս վերջնարդյունքն են ակնկալում նախագծի պատասխանատուները։
Դեկտեմբերի 13-ի արտառոց դեպքը 2 օր է սոցցանցերի քննարկման կիզակետում է։ Բանն այն է, որ Մարտունն ու ընկերները Գեղի բնակավայրի մոտակայքում փրկել են Բեզոարյան այծին։ Կարմիր գրքում գրանցված կենդանին արգելափակվել էր գյուղացու այգու մետաղական ցանցի մեջ։ Մարտունն այդ հատվածում էր աշխատանքի գնացել, իսկ Վիգենը լեռնագնաց ընկերներին սար բարձրացնելիս պատահմամբ հայտնվել էր գործողությունների վայրում։ Մենակ չէի կարա, հաստատ չէի կարա էլի։ 1000-ից մեկ ալում մեկն էլ մեր հետ ստացվել էլի։ Ձենը հենց էր գալիս ոնց որ երեխու նման լացում էր, հենց զապիսներում էլ այրևում, ոչ մոտիկանայինք, ինձ թվում է կամ գայլերը կհոշետեին, կամ ինքը իրանով կսատկեր։ Նաև մտածում էինք զանգեինք էկոպարեկներին, բայց մտածում էինք որ կարա չհասնի, էլի, այդքան չի կարա ձգի։ Դե փորձեցինք մեր ուժերով այդ ամենը անենք։ Նախ ռիսկի հարց էր, այդ մեծ կենթանին, վերջ պոզերը, այդ հարվածի հետ կարող է դեպք կլներ մեզ հետ կապված, բայց որ ասում ռիսկի գնացինք էլի։ Րոպեներ տևած գործողության հաջող ավարտից հետո ազատել են կենդանուն, սակայն մտահոգ են մարդկանց այն հրապարակումներից, որոնցում ասվում է, թե իբր տեսախցիկի առաջ ազատել, իսկ հետո վնասել են փորձանքի մեջ հայտնված Բեզոարյան այծին։ Բնապահպան չեն, բայց կարողացել են իրենց ուժերով օգնություն ցուցաբերել։ Բարեբախտաբար եւ նրանք եւ կենդանին լավ են, ոչ ոք չի տուժել։ Միայն Մարտունի հագուցն է վնասվել։ Պատահական դեպքի վայրում հայտնված տղամարդը երբևէ չէր մտածի, որ մի օր կդառնա համացանցի հերոս։ Ասում է, բարի գործ անել ցանկացել է, բայց դրա հետևանքով հայտնի դառնալն այնքան էլ սրտովը չէ։ Ես չէի սպասում էր տենց ասած մեր վիդեոն, որ տենց մեծ արձագանք կտա։ Շատ ուրախալի է եւ թող սա դաս լինի բոլորի համար, սա խորհուրդ լինի, որ կենդանիների նկատմամբ լինեն բարեհամբույր, ամենակարևորը։ Տեսախցիկից խուսափող տղամարդը շատ խոսել չուզեց, միայն նշեց, որ համաստեղությամբ խոյ է, պատահականությունների չի հավատում։ Դա նշան էր, որ այդ օրը հենց ինքը պետք է իրադարձությունների կենտրոնում լիներ։ Հաջորդ օրը կրկին հանդիպել է կենդանուն, այս անգամ արդեն լավ վիճակում։ Բեզոարյան այծը հազվագյուտ եւ վերացման եզրին գտնվող տեսակ է, չի բացառվում։ Մարտունի եւ ընկերների օգնության բացակայության դեպքում նրա ճակատագիրը որոշեին անտառի գիշատիչները կամ որսագողները։ Նարե Խաչատրյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին քրեական եւ համայնքային ոստիկաններն ու Մալաթիա Սեբասիա վարչական շրջանի քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության եւ աշխատանքի վայրերում։ Ըստ մեր կողմից ստացված օպերատիվ տեղեկության 44-ամյա տղամարդը իր բնակության վայրում եւ աշխատասենյակում պահում էր ապօրինի զենք զինամթերք, ինչպես նաեւ թմրանյութ, որը հաստատվեց կատարված խուզարկության ընթացքում։ Խուզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ։ Կուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, տեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը զենք զինամթերք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանյութ պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, իսկ նրա կողմից շահագործող մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կատարվում է նախաքննություն։